Ողջուն ենք համ, ես երևի էսպային դիտողներին, երկու բառով ասեմ ինչի ենք հասել, երևի մի քիչ անգամ գնանք օպերատորներում, ինչի ենք հասել առավոտ բարի լույսով Գյումրի, հետևյալ խնդիրն է առաջացել։ Գիտենք, որ տեղի անունության ընտրություններ, ձևավորվել է ավականին, ընտրել են քաղաքապետ ու կարծես թե սկսել էր աշխատել, բայց ինչպես այն ամենավատ կանխատեսումները կար, հաստատվում են, որ իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ, կամաց սկսելու խարխլել այն իրավիճակը, որ ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում, այն պատկերը քաղաքական, որ ունենք, ինչի մասին է խոսքը։ Ապրիլի 21-ին մեր քաղաքը խմբակցությունից Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ դաշինքներ, հետագայում դարավ խմբակցություն, ձևավորվեց 6 հոգանոց թիմ։ Հիմա այդ թիմից մի հոգի Կարենը Հրայրի Բադալյան ամսի 21-ին ապրիլի դիում էր գրել, որ աշխատանքային հանգամանքներով պայմանավորված այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավականու անդամ եւ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը մյուս օրը հենց կարծես ապրիլի 22-ին արձանագրություն է կազմել լիազորությունների դադարման վերաբերյալ։ Տվյալ իրավարաբերությունները տեղական ինքնակառավարման մասին օրենքն է կարգավորում։ Տվյալ օրենքի 70-րդ հոդվածը հիմա հաջորդ քայլը դրա ինչ պետք է լինի, համայնքի ղեկավարը ուղարկում է արձանագրությունը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն էլ իր հերթին ոչ թե որոշում է դադարում է կամ չի դադարում, այլ արձանագրում է, արձանագրություն է կազմում, որ այս մարդու լիազորությունները դադարել են ավականու, ըստ էության ֆիքսում է թափուր լինելը, որից հետո արդեն ըստ հաջորդականության մյուս համարը ավականու պետք է դառնա, ըստ ցուցակի պետք է դառնա ավականի։ Բայց մեր մոտ ինչա տեղի ունեցել, մեր մոտ տեղի ունեցել այն, որ ժամկետները մեր հաշվարկով գոնե անցել են, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինչի ժամկետներ են ներողություն։ Կա 7-օրյա ժամկետ, համայնքի ղեկավարից հենց ստացավ գրությունը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը պետք է իր արձանագրությունը կազմի ու տրամադրի, որ լիազորությունը դադարել է։ Հիմա այդ ֆունկցիան չի անում։ Մինչև այսօր գոնե չի արել, իսկ այդ 7-օրյա ժամկետը մեր հաշվարկով աշխատանքային օրերի ժամկետը անցել են, եւ մենք ունենք նաեւ տեղեկատվություն, չնայած այդ տեղեկատվությունը բաց հրապարակային է, որ Կարեն Բադալյանը դիմել է դատարան ցանկանալով անվավեր ճանաչել քաղաքապետի արձանագրությունը, ես բաց թողեցի նաեւ այն հանգամանքը, որ ընդամենը 2 օր հետո իր առաջի դիմումից Կարենը Բադալյան բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել, որ խնդրում եմ միտքը նրանում է, որ խնդրում եմ անտեսել իմ դիմումը, ցանկանում եմ շարունակել պաշտոնավարել եւ ցանկանում եմ նաեւ դուրս գալ մեր քաղաքը խմբակցությունից։ Հասկանալի է, որ այստեղ միջամտություն է տեղի ունեցել։